Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իմունիտետի տաղավարում բլոգեր Նինա Տիտանյանն է։ Բարի օր, Մեդիահաբի եթերում իմունիտետն է։ Ես Ռոզի Ավետիսովաս։ Իմ տաղավարում է այսօր բլոգեր Նինա Տիտանյանը։ Նինա, ողջույն։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ դու այստեղ ես։ Ես էլ ուրախացա, որ դուք ինձ կանչել եք։ Ինչ լավ է։ Ուրեմն ամեն ինչ ճիշտ է։ Ինչպես դու դարձար բլոգեր եւ ինչպես եկավ հայտնիությունը։ Իրականում հենց սկզբից, որ սկսեցի զբաղվեմ բլոգինգով, ընդհանրապես չեմ պատկերացրել, որ կգա հայտնիություն ինչ-որ մի օր։ Հենց ստացվեց, որ ես միշտ ինձ պատկերացրել եմ հումորի ժանրում ու անընդհատ ինչ-որ փորձեր արել եմ, որպեսզի գնամ այդ ուղղությամբ, այսինքն սկզբից, որ փոքր էի, նախ հաստատ որոշել էի, որ պետքա թատերական ինստիտուտ ընդունվեմ, բայց մերոնք թեմ էին ու ես գնացի տեղագործական ուղղությամբ, բայց զուգահեռ դրան կավենում էի խաղում, հետո հումորի լիգայով սկսեցի զբաղվում ու հասկացա, որ ոչ թե ինձ այդքան դերասանությունն է գրավում, ավելի շուտ թատրոնը այդքան չի գրավում, ինչքան հենց հումորով զբաղվելը, այսինքն ինձ դուրակալի կավենի ժանրը ավելի շատ ու ոնց որ սկսեցի դրա մեջ խորանամ, պարոդիաներ անեմ եւ այլն, ու ոնց որ հանկարծակի տենց TikTok որոշեցի նկարեմ, էլի այդ հումորային ինչ-որ ժանրի մեջ ու մի անգամից հենց առաջի հենց վիդեո սկսեց առաջ գնալ, որ TikTok-ում շատ դժվար է, որ ունես 0 հետևորդ, մի անգամից ռեկ ընկնես, իմ մոտ տենց ոնց որ մի օրվա մեջ 2000 հետևորդ տենց գալիս էր, ես չէի պատկերացնում ինչ ա եղել, ու տենց ոնց որ սկսեցի կամաց հարկացնեմ, հետո մի տարի հետո որոշեցի, որ Instagram-ում պետք է արդեն այդ ամեն ինչ անեմ, որովհետև արդեն շատ էր TikTok-ում պրասմոտրներս, հետևորդներս, ոնց որ հասկացա, որ կարելի է այդ ամեն ինչը բլոգինգի վերածել, հա, ու արդեն գումար աշխատել դրանով, բայց որ սենց մասշտաբային կլինի, չէի պատկերացնում։ Ինչ բերեց հայտնիությունը իր հետ լավ ու վատ կողմերը։ Լավ կողմերը այն է, որ ես զբաղվում եմ նրանով, ինչով իմ դուրը գալիս է, ազատ եմ իմ գրաֆիկի մեջ, իմ դուրը գալիս է այս վիճակը, ես միշտ սիրել եմ ուշադրության կենտրոնում լինեմ, հետո հետաքրքիր մարդկանց հետ եմ ծանոթանում, անընդհատ, ոնց որ նոր ինչ-որ բաներ եմ իմ համար բացահայտում, հայտնիությունը լավ հնարավորություններ է ստեղծում, քո հմտությունները, կարողությունները ցույց տած մարդկանց իրանք է տեսնեն, օրինակ հենց ես ինքս որ կավեն եմ խաղաց հետո հումորի լիգա, ինքը այդքան մեծ ինձ հայտնիություն չբերեց, ինչքան օրինակ TikTok-ը, Instagram-ը, ու հենց այդ հայտնիության շնորհիվ ես կարողացա օրինակ գնամ Մոսկվայում նկարահանվեմ սերիալում, որ ընդհանրապես հայեր չկային այնտեղ, ու ինձ զուտ տեսել էին TikTok-ով իմ կերպարը դուրեր եկել, իրանց հայ աղջիկա կերպար էր պետք, ինձ կանչեցին որպես հայ ու սաղ այնտեղ ռուս էին։ Իմ համար դա շատ մեծ բան է, այն մարդու համար, որ սաղ կյանք երազել է դրանով ապրել է ու չունենալով այդ կրթությունը, բայց ինչ որ ասած մի պահի հանգարցակի ստացվել է, այդ լրիվ ուրիշ էմոցիաներ է։ Հայտնիությունը այդ լավ կողմերը է դա, որ քո հնարավորությունները ոնց որ ավելի հեշտացնում է իրագործելու, իսկ բացասական կողմերը դա շատ պատասխանատու գործ է, ամեն դեպքում յուրաքանչյուր միտք արտահայտված, յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր ինչ-որ խոսք բերում է իր հետևից լուրջ հետևանքներ, եթե այդ խոսքը մի քիչ սխալ հնչի, հետո պատասխանատվությունն է, որովհետև ես ունեմ մեծ աուդիտորիա, ինչ-որ բան թեկուզ գովազդանելուց, թեկուզ իմ միտքը արտահայտելուց, ես գիտակցում եմ, որ լիքը մարդ ինձ հետևում է ու ինչ-որ տեղ իմ խոսքի իրենց մոտ կշիռ ունի, եթե ես սխալ բան խոսամ կամ սխալ բան գովազդեմ, ոչ միայն ինձ հավանած, այլ նաև իմ հետևորդներին, ես այդ պատասխանատվության զգացումը իմ մոտ շատ մեծ է նստած, դրա համար սենց շատ այդ առումով շատ լուրջ եմ ես դրան վերաբերում ու երևի լարված եմ դրա համար շատ։ Դու ասացիր, որ գնացել ես նկարվել ես դրսում, ամեն դեպքում այնտեղ գնացել ես արդեն որպես դերասանուհի, հա, որովհետև առանձին կերպար ունեիր, իսկ մտքեր կային դրանից հետո գուցե գնաս թատերական կրթություն ստանաս։ Ես մի հատ բան ասեմ, հենց սկզբից որ առաջարկը եղավ, նախ իրանք վիդեո պրոբա խնդրեցին, որ ես անեմ, ես չէի ուզում անել, որովհետև ընդհանրապես չէի հավատում ինձ, չէի պատկերացնում, որովհետև ստեղ շատ եմ առնչվել թե դերասանների հետ, թե այդ ոլորտի մարդկանց ու իրանք անկեղծ ասած բլոգերներին չեն ընդունում ու իրանց դուրը չի գալի, որ
բլոգերները նկարվում են ֆիլմերում, սիթքոմներում, ոչ բոլորի մասին եմ, լիքը մարդ կա, որ support անում, բայց լիքը մարդ կա, որ իրենց դուրը չի գալիս ու ինչ որտեղ ես իրենց հասկանում եմ, դա նորմալ է, որտեղ իրենք իրենց մասնակցությամբ եմ աշխատում, ես գալիս եմ ոնց որ իմ ոչ պրոֆեսիոնալիզմով մեջ եմ մտնում, ու ես այդ կոմպլեքսը շատ եմ ունեցել իմ մեջ, բայց որ վիդեոպրոբան ուղարկեցի ու հաստատեցին, այդ ժամանակ ես իսկականից ասում, sense մի հատ sense սաղ ընթացքում ես մտածել եմ երևի պրանկա, երևի մեկը որոշել է ջարքատականի հետ, անգամ որ տոմսեր ուղարկեցի, որ ես արդեն պետք է գնամ, անկեղծ եմ ասում, մինչև վերջին րոպե մտածել եմ տրաֆիկինգի ենթարկվելու, հետո ասում լավ, դե այդքան փող ծախսել, որ տրաֆիկինգի ինձ ենթարկեն, դժվար։ Հետո որ արդեն այնտեղ գնացի ու սկսեցի իրանց հետ նկարահանվել, լրիվ ուրիշ միջավայր էր այնտեղ ու անկեղծ եմ ասում ես չեմ գովում։ Իսկ ինչ էին ասում, երբ իմացան, որ դօրինակ դերասանուհի չես, ինչպեսին էր իրենց ռեակցիան։ Իրանք հարցեցին, որ թատրոնում եմ խաղում, ասացի, որ դերասանուհի չեմ, մասնագիտությամբ անկեղծ զարմացան։ Կարող է այդ կերպարը, որ ես միշտ խաղացել եմ, ընտեղել եմ դա խաղացել, դրա համար է ես ոնց որ ձուկը ջրում, կարող է ուրիշ առաջադրանք տա ռեժիսորը չկարողանայի կատարել, բայց այդ պահին ոնց որ իրանք էլ չպատկերացրեցին։ Բայց հետո որ եկա անկեղծ Հայաստան որոշեցի ընդունել ու մինչև հիմա ես այդ կոմպլեքս ունեմ իմ մեջ, որ ես մասնակցությամբ դերասանուհի չեմ, որոշեցի ընդունվեմ, բայց sense փոքրիկ մի հատ միջադեպ եղավ, չեմ նշի ոնց, ինչ ինձ մի հատ բան հասավ, որ չեմ ուզում այդ թեման շարունակեմ, բայց դրանից հետո ոնց որ կոտրվեցի ու անկեղծ որ քննությունների օրն էի ճշտել, վերջել էի գրականությունը, որ արդեն պետքա մասնակցեի եւ այլն, բայց հետո որ կոտրվեցի, էլ չուզեցա, ու դա միջև հիմա այդ մնացել է այդ բացի մեջ, որ հələ չեմ դարձել այն ինչ որ ուզեցել եմ։ Դու նշեցիր, որ շատ դերասաններ դեմ են, ես ինքս էլ շատ անգամ անկեղծ եմ ասում եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չի, որ այո, լինում է, որ ես բացասական եմ արձագանքում, ինչու, որովհետեւ երբ մենք հասնում ենք արդեն նկարահանման հրապարակ եւ ինչ-ինչ խնդիրներ, հա, տարական խնդիրներ պետք է խաղա, ասենք, մարդ ով չի տիրապետում այս մասնագիտությանը, այդ դառնում է արդեն ժամանակատար աշխատանք եւ շատ անգամ քո սմենան, ինչպես մենք ենք սիրում ասել, քո նկարահանման սմենան 10 ժամից վերածվում է 13 ժամի կամ 14 ժամի եւ սա հասկանում ես, որ եթե այս մարդու տեղը օրինակ լիներ դերասան, որը տիրապետում է իր մասնագիտությանը, մենք այս խնդիրը չենք ունենա եւ շատ անգամ ֆինանսական առումով էլ, որ կարծում են ձեռնտու է, որովհետև աուդիտորիան, այսպես ասած, լսարանը մեծ է բլոգերի, բայց նկարահանման հրապարակում ֆորս մաժորային բաներ են լինում եւ դու գալիս ես մեկ այլ կետի, այդ դեպքում այո, ինչ խոսք, շատ անգամ այդ պրոտեստը հենց նման փորձերից հետո է սկսում, որ դու հասկանում ես, ասում ես, օքեյ, մենք կարող ենք բլոգեր ունենալ ֆիլմում, բայց ինչ դերերում չենք կարող պատկերացնել, որ ցանկացած դերի վրա կարող ենք վերցնել այդ մարդուն եւ նկարել։ Մոտեցման խնդիրն է։ Ես համաձայն եմ այդ մտքեր, ես միշտ որտեղ էլ ես եմ գնում, ասում բլոգերը երբեք չի մտնի այդ ասպերած նախ առաջինը։ Ես միշտ այդ հարցից հետո եթե ռեժիսորն է տեսել իրան այդ կերպարը, բլոգերը ինչ մեղք ունի։ Այդ հարցն է։ Ես իհարկե այդ հարցում չեմ մեղադրում։ Ես միշտ մեղադրում եմ ընտրող կողմին, ասում եմ, կներեք, սա ձեր ընտրությունն էր, այդ մարդը այնպես չի, որ զորով էր եկել։ Ու երկրորդ հարցը, օրինակ, ես ինքս իմ մասով ասեմ, եթե օրինակ ինձ կանչեն շատ լուրջ գեղարվեստական ֆիլմում կատարելու դրամատիկ ինչ-որ կերպար, աղջիկ, որը չգիտեմ, շատ լուրջ կերպար է, ես ինքս կհրաժարվեմ, որտեղ ես այդ պատասխանատվությունը չեմ վերցնի իմ ուսերին։ Նախ ոչ թե ես չեմ կարող, դա հարցի մյուս կողմը, բայց երկրորդը ես այդ ժանրում ինչ չեմ պատկերացնում։ Ուզում ասեմ, ես ինքս համաձայնվել եմ այն սիթքոմներում խաղամ ու այն ֆիլմում խաղամ, մի հատ ֆիլմ ա եղել, չէ, երկու հատ ա եղել, մեկը բարի օր է, մյուսը շատ վատ ֆիլմ ա եղել, չխոսում այդ ֆիլմի մասին, որի պրեմիերայի կեսից դուրս եմ եկել եւ հետ չեմ վերադարձել։ Հա, խաղացել եմ, որովհետեւ ես ինձ տեսել եմ այդ կերպարի մեջ հումորային կերպարի մասին ա խոսքը գնացել բոլոր տեղերում, դրա համար ես համաձայնվել եմ։ Բայց արի խոստովանենք, որ նաև գուցե շատ դերասանների մոտ եւ ոլորտի մարդկանց մոտ կա նաև փոքրիկ ինչ խոսք նախանց, որովհետեւ այսօր բլոգերները այո, շատերը ավելի լավ են վաստակում, քան դերասանները եւ դու նկատել ես երբևէ նման արձագանքներ։
Ես կամ ասեկոսեներ հենց այդ թեմաների շուրջ։ Անկեղծ ասեմ, ես ինքս բնույթով չեմ կարող նախանձեմ մարդու, այդ կամ լավա կամ վատա հարցի մյուս կողմն է, իմ մաման մեկ-մեկ ասում է մի քիչ նախանձի էլի մարդկանց, որ փոխես քեզ ինչ որ հարցերում, ու ես քանի որ տենցը չեմ, ես դիմացինի նախանձը չեմ կարող նկատեմ, ես անկեղծ չեմ, որ մեկ-մեկ ինձ մեկը վատ բան ասում, ես շատ ուշ եմ հասկանում, որ դա վատ միտք է ունեցել, որովհետև ես այտենց մարդ չեմ, ես չեմ պատկերացնում, որ դիմացինը կարա ուղղակի նախանձի պատճառով քեզ վիրավորի, բայց եղել է որ նա գնացել եմ ինչ որ փոքրիկ էպիզոդային ինչ որ բան տեղ նկարվելու պլոշատկայում եղել է այդ խոսակցությունը, հա դե դուք ինչ եք անում, ինչով եք զբաղվում, դե ինչա բան, TikTok-էր բան մեզ փող տան բան, դա իհարկե այդ խոսակցությունները շատ է լինում, բայց ես չեմ վերագրում, չգիտեմ, չեմ ուզում մտածեմ, որ դա նախանձի պատճառով է։ Հետո ես մի հատ բան ասեմ, համաձայն եմ, որ այն մարդիկ, ովքեր նախանձում են, որտեղ քիչ են գումար աշխատում, բայց լիքը դերասաններ կան, ովքեր տաղանդավոր են եւ այլն, իրենք աշխատում են իրենց վրա նաեւ համացանցում ու իրենք էլ հայտնիություն ձեռք բերում ու կարող են նաև գովազդով գումար աշխատեն։ Բլոգերը ինչ մեղք ունի, որ այդ դերասանը չի ուզում զբաղվի բլոգինգով, օրինակ։ Դու ասել ես մի անգամ քո հարցազրույցներում, որ այո, դու պետք է հասկանաս, որ քո սոցհարթակների ակտիվությունը այսօր կարևոր է, բայց համաձայն ես, որ ամեն դեպքում կան դերասաններ, որոնք ակտիվ չեն սոցհարթակներում, բայց շարունակում են մնալ պահանջված եւ դա միանշանակ այնպես չի, որ սոցհարթակի ակտիվությունը որոշում է ամեն ինչ։ Կա դրա նաև հակառակ կողմը։ Այն մարդը, որ տաղանդավորով աշխատասերով, որ ինքը իր վրա աշխատում է, միանշանակ ինքը լինելու է միշտ բարձունքի վրա, ով ուզում է իր կողքը լինի, այսինքն, եթե, չգիտեմ, վատ օրինակ բերեմ, եթե օրինակ ինչ որ օրինակի համար Ռոբերտ Դե Նիրո ընտրեն, թե ասենք ինչ որ բլոգեր ընտրեն, բարձ է Ռոբերտ Դե Նիրոին ընտրելու, որտեղ Ռոբերտ Դե Նիրոն միշտ ակտուալ է ամեն տեղ։ Ու կարևոր չի սոցցանցերում։ Ու կարևոր չի սոցցանցերում։ Շատ իմիջիայլոց հոլիվուդյան աստղեր չկան սոցցանցերում։ Ու ես անգամ ես մի հատ բան ասեմ, շատ եմ նկատել այն դերասանները, ովքեր փնովում էին ինչ-որ մի պա բլոգերների, հիմա շատ ուժեղ վիզ դրած ուզում են դառնան բլոգեր, TikTok-ում են ակտիվ շատ, բայց իրանց մոտ դա չի ստացվում։ Այսինքն գալիս է դա այն փաստը, որ դրա համար էլ պետք է ինչ-որ հմտություններ ունենալ, դրա համար էլ պետք է աշխատել, դրա համար էլ պետք է ինչ-որ տաղանդ ունենալ, որ կարողանալ աուդիտորիա հավաքել ու լինել նապլավու։ Իսկ ինչպես անել, որ քո կոնտենտը հետաքրքիր լինի։ Այ դու ինչպես ես դա հասկանում, դաշտն ես ամբողջությամբ ուսումնասիրում կամ չգիտեմ, պատահականության սկզբունքով է դա լինում, թե լավ հաշվարկած է։ Ինչպես անել, որ ունենալ հետաքրքիր կոնտենտ։ Նախ ասեմ, իմ համար առաջինը, որ չկրկնվող լինեմ ես։ Դա իմ գեր նպատակներից մեկն է ու շատ պահերի ես լինում ամիսներով բան չեմ, ռիլ չեմ նկարում, որովհետև օրինակ այս կոնտենտը, որ միտքս գալիս է, տեսնում ուրիշը անում է, ես չեմ ուզում անեմ, ոչ թե նրա համար, որ դա վատ է, դա ինձ համար, ես չեմ ուզում կրկնվեմ, կամ ես պետք է իմ ինդիվիդուալը լինեմ, ես իմ ինդիվիդումը ստեղծեմ, կամ չէ։ Ու իմ համար այն մարդիկ, ովքեր առաջինն են կոնտենտը անում, իրանք հետաքրքիր են։ Հետո ովքեր կրկնօրինակում են, ոչ թե հետաքրքիր չեն, այլ ուղղակի ես դա տեսել եմ արդեն հենց օրիգինալի մոտ։ Դրա համար ես իմ համար դա առաջինը կարևոր է։ Երկրորդը ես միշտ ակտուալի վրա եմ աշխատում, այսինքն ամեն ինչու ուսումնասիրում տնեմ ինչ թեման է այսօր ակտուալ, ինչի մասին կա։ Դե հումորը հենց ինքը պետք է նաև ակտուալի վրա լինի։ Դրա համար ես չի կարող ժամանակավրեպ լինել։ Բացի քաղաքականությունից մնացած յուրաքանչյուր ինչ որ տենց դեպքում պետք է սենց հասցնես բռնես էլի ու հենց այդ պահին պետք է անես, եթե քաղաքականն էլ այդ պահին, որտեղ արագ փոխվում, բայց ես քաղաքական չեմ անում, հա։ Այդ պահին պետք է ասած բռնես ու օգտվես, հասկանաս ոնց իրան ճիշտ ձևով ոնց որ մատուցես ու դրա համար սկսում է տենց ավելի ակտիվություն բերել էլի այդ ամեն ինչում։ Մի քիչ գնանք հետ։ Դու ասացիր, որ դեղագործ ես եղել մասնագիտություն, բայց ինչու եք ընտրել այդ մասնագիտությունը հենց դեղագործի։ Ոյ, ճիշտն ասած, ես sense շատ խառը ընտանիքում եմ մեծացել, համ արվեստագետների, բժիշկների, papas ավարտել է Կոջոյանի ինստիտուտը, ոչ ես sense շատ խառը միջավայրում եմ մեծացել, բժիշկներ, նկարիչներ, արվեստագետներ, բան, ու իմ տատիկը միշտ ասել է, որ դու պետքա բժիշկ լինես, դու պետքա բժիշկ լինես։ Ես հա դեմ եմ եղել դրան, որովհետև ընդհանրապես ինձ բժշկության մեջ չեմ պատկերացրել, ասացին բժիշկ, ասացի լավ գոնե դեղագործ։ Վերջինը որ
գոնե մի քիչ հեռու լինի։ Ու աշխատել ես մի շրջան։ Հա, ես 5 տարի աշխատել եմ դեղագործական ոլորտում ու դա ամենավատ տարիներն են իմ կյանքի, բացի պոլիկլինիկայում աշխատել եմ, մնացածը շատ ահավոր էր։ Իսկ պոլիկլինիկայում ինչն էր լավ։ Ոյ, պոլիկլինիկայում կոլեկտիվը շատ լավն էին, սա մեծ էին, բոլորը ինձնից մեծ էին, ես ամենափոքրն էի ու իհարկե մարդկանց հետ որ ես սիրում եմ մարդկանց հետ շոֆեր, ու ասենց որ հիվանդներ էին գալիս, իրանց տարեց մարդիկ են, ես իրանց էի դեղորեք տալիս, ամեն մեկը իրանց ասենց պատմություններով նստում, խոսում, ասենց ինձ հետաքրքիր էր իրանց հետ այդ շփումը, զրույցը, անգամ որ իմանում էի մեկը մահացել է, այնքան ծանր էի տանում, անկեղծ լացում էի։ Տենց չգիտեմ, պոլիկլինիկան լավ հուշ էր ամոթս առնացրել, բայց օրինակ դեղատան աշխատելը ու մի հատ պետական հիմնարկում աշխատելը դա շատ ված փորձ ա եղել, որ երբեք չեմ ուզենա կրկնվի։ Քեզ նաև տեսել եմ stand-up ժանրում, level up նախագծի շրջանակներում, հետաքրքիր էր քեզ շատ այնտեղ տեսնել։ Դու փորձում ես շարունակել այդ ուղղությունը, քեզ կտեսնենք ավելի մեծ ֆորմատի մեջ, թե ավելի սիրողական բնույթ ունի դա։ Ճիշտն ասած, ես մինչև TikTok գրանցվել է 2021 թվականին։ Իմ առաջի քայլերը հենց stand-up-ն ա եղել։ Ես ունեի գրված մատերիալ, որը փորձարկում էի տենց շատ ոչ պոպուլար քլուբերում տենց գնում էի ու սաղ տղային ես էի մի աղջիկը որ նոր էր սարկանում ու շատերը չէին պատկերացնում ինչու ստենդափը ես այն տղաների հետ գնում էի բայց դրանից տենց լուրջ չէի նայում զուտ գրել էի ուզում էի փորձեի մատերիալը հետո այն կողմ դրեցի այդ միտքը որովհետև սկսեցի բլոգինգով զբաղվել ու որ առաջարկ ստացա շատ ուրախացա որովհետև իմ համար շատ հետաքրքիր է ստենդափը ու ես միշտ ուզեցել եմ ունենամ ասենց մի հատ մեծ ստենդափ հենց ես մենակ լինեմ ոչ թե մոնո ներկայացում այլ ստենդափ բայց հենց այս պահին չեմ կարող ասել որ դա օրինակ մյուս տարի կարող է լինի դա ինչ որ պետք է ընթացքում աշխատել դրա վրա դեռ ես այդ ժամանակը չունեմ բայց հաստատ ինչ որ մի օր գալու է դա լինելու է Դու նաև քո հարցազրույցներում նշել ես, որ շատ երկար տարիներ քաշի հետ կապված բարդություններ ես ունեցել, որոնք Փառք Աստծո հաղթահարվել են արդեն, բայց ես մի հետաքրքիր նկատառում եմ արել, որ կան հայտնիներ, որոնք խիստ դիետաների կամ այլ միջոցների շնորհիվ քաշի կորուստ են ունենում, շատ կոնտրաստային, հա, շատ ակնառու Եվ դրանից հետո կորցնում են իրենց բեմական կերպարը, որին արդեն իրենց լսարանը սովոր է եւ որոնք արդեն այդ ֆորմատի մեջ, այսպես ասած, սիրվել են եւ իրենց այդպես են պատկերացնում եւ կարծես թե այդ կերպարը կորում է ու դու չես վախենում, այ եթե մի օր գա այդ կետը, դու հասնես այդ խնդրին, որտեղ ինձ թվում է, որ ամեն դեպքում ինչ վատ ազդեցություն դա ունենում է։ Միանշանակ, որովհետև ինձ թվում է բոլորը ինձ արդեն սովոր են տեսնել այս կերպարով ու այն կերպարներին, որոնց ես կերտում եմ, հենց այդտենց առաջարկները հենց այս կերպարին են։ Իհարկե, ու կոլորիտն էլ է հենց իրա, այդ դրա մեջ կայանում։ Այդ վախը միանշանակ կա, բայց ես օրինակի համար եթե ընտրեմ առողջություն, թե այդ կերպարը անընդհատ մնալ, չէ, բայց միևնույն ժամանակ հաստատ ես կմտածեմ արդեն նիհար ժանրում, նիսևի հումորային կերպարներ ստեղծեմ, չգիտեմ, որ հիմա ով էս բան մտքումս եկան, ինձ թվում է իրանք էլ պրям շատ չեն կորցրել իրանց պերսոնաժներին զուտ, մարդիկ սովոր չեն իրանց տենց տեսնեն Այսինքն իրանք շարմ ունեն այդ ժանրի մեջ լավ են, ուղղակի մարդիկ սովոր են նենց տենային։ Ես շատ եմ լսում արձագանքներ, որ ասում են, հա, այսպես լավ է, բայց հին կերպարի մեջ համով էր։ Այդ համովությունը, հա, որ կերպարի, որովհետև հա, մենք շատ անգամ քարկոծում ենք, վատ ենք արտահայտվում, հա, որ մարդը ինչ որ քաշի ավել քաշ է ունենում կամ նման չի լինում կերպարային մյուսներին, բայց նաև ի հակառակ դրան, հենց այդ այսպես է ռուսերեն խոսք այդ իզյումինկան հենց դրա մեջ ենք տեսնում եւ այդպես ենք իրեն որպես կերպար սիրում ու հենց այդ կոնտրաստն է, որ կարող է վատ ազդեցություն ունենալ։ Հա, համաձայն եմ։ Եթե մի օր դու հասնես Հա, այո, քո այդ ցանկության այդ կետին, դառնաս ունենաս այդ սլացիկ մարմինը, լինես նիհար եւ
Ինչպիսի կերպար ես պատկերացում, ուր կվերափոխվի քո կերպարը։ Շատ եմ հումորներ անում այս թեմայի մասին, ասեմ ես նիհարել եմ հարուստ ամուսնանամ, էլ ոչ աշխատում ոչ մի բան։ Ամեն դեպքում է տարբերակը կա։ Ամեն դեպքում դա կա։ Իրականում ինձ թվում է ես ահավոր շատ եմ սիրում հումորը ու սարկազմ, սամայրոնիան ես միշտ ունեմ ու ինձ թվում է ես չեմ սպառի դա երբեք էլի ամեն դեպքում ես անգամ եթե շատ նիհարեմ հաստատ կգտնեմ մի բան որ կարողանամ այդ կերպարում մնամ ու էլի կատակներ անեմ այդ թեմայի շուրջ ու կգտնեմ ինչ-որ մի պերսոնաժ որով կարողանամ էլի ծիծաղացնեմ դրա համար չեմ վախում անկեղծ հələ որ բայց փորձեր դեռ անում ես նիհարելում Ճիշտն ասած ես 2 տարի արդեն չեմ մտածում այդ ուղղությամբ, որովհետև ինչքան մտածում ես, այդքան ավելի շատ ես չաղանում։ Դա ես մի հատի մեջ հոգեբանական գտել եմ խնդիրը, էլի, միանշանակ կա։ Այսինքն մի ուրիշ ստրեսի մեջ ես լինում, որը նպաստում է ավելորդ որովհետև այդ տաբուն, որ կա չուտելու, ավելի է ցանկություն առաջացնում ուտելու։ Հա, դա մի հատ դրա համար, բայց իհարկե միտք կա, ուղղակի ես հələ տենց ինձ ուժեղ չեմ համարում, օրինակ ես այն մարդիկ ովքեր դիմում են վիրահատական միջոցների, իմ համար շատ ուժեղ կամքով մարդիկ են, որովհետև դա շատ ես մի քանի անգամ գնացել եմ բժշկի մոտ, որ ամեն ինչ խոսացվել է վերջին մինչև կետը, բայց այն պահին հա հետ եմ կանգնել, որովհետև ես շատ վախկոտ եմ։ Հետ վիրահատական խնդիրներից։ Հա, շատ եմ վախում, համ վիրահատությունից, համ վիրահատական խնդիրներից հետո ավելի դժվար է այդ ամեն ինչը պահելը, որովհետև մենակ նիհարելը չի տեղ։ Նիհարում են, բայց լիքը մարդ կա, որ սկսեն ուտեն, էլի չաղանալու են, դա նես չի հաստատ մինչև սա ամբողջ կյանք պետք է նիհար մնաս, չէ։ Ինքը ինքան sense լիքը խնդիրները առաջ բերում, բան, որ այն մարդիկ, ովքեր դրան այդ որոշումը կայացրել են, իրոք շատ ուժեղ կամքով մարդիկ են։ Ես հələ այդ վախը ունեմ իմ մեջ։ Բայց գիտակցեմ, որ գալու է այդ կետը, որ ես էլ օրինակ վիրահատության չդիմեմ, բայց նիհարեմ, բայց հələ ամուսնանամ հարուստ մարդ ու չաշխատեմ, գնամ ինչ-որ միտը հանգստանամ սակյակ։ Խոսենք աշխատելու թեմայից։ Դու դեղագործությունը չես սիրել որպես մասնագիտություն, եւ եթե չլինի սոցիալական հարթակները, չլինել բլոգինգը, ու դու էլ դեղագործությունը չես սիրում։ Ինչ կընտրեիր, ինչ մասնագիտություն։ Ամեն դեպքում դերասանուհի։ Հա, միանշանակ։ Շատ է ինձ ես իմիջիալուց իմ ամենասիրած թատրոնը որ մենք գնացել ենք դա Ստանիսլավսկին է եղել տատիկս ես երևի տես ռուսական թատրոն ես երբեք ոչ մի ներկայացում ու կարելի ասել չեմ բաց թողել փոքր ժամանակ տատիկս միշտ անում էր էլի ու իմ մեջ շատ է սերմանած այդ Դրա համար չեմ պատկերացնում։ Ես նախ ռուսական կլասիկա շատ եմ սիրում, այդ օրինակ Աննա Կարենինան, իրոք շատ եմ սիրել կարդալ, ու ես որ տատիկս տարել էր, բայց չեմ հիշում որ տեղ էին գնացել Աննա Կարենինը։ Բայց այնց բան էր ինքը դպրոցական մակարդակի ներկայացում, հա, սիրողական էր։ Բայց ես այնքան sense ոգևորված էի, որ Այսինքն շունչս կտրում էր, ես միշտ յուրաքանչյուր ներկայացումից հետո լացել եմ, որովհետև ես միշտ երազել եմ բեմի լինեմ թատրոնում։ Դրա համար հաստատ գնալու է այդ ուղղությամբ, ուղղակի լրիվ ու այլ ձևով էլ ինձ կյանքը տեղափոխեց։ Ես մի հատ բան ասեմ, իմ լիքը ալտեր էգոներ ունեմ, իմ ամենատենց ալտեր էգոներից մեկը այն է, որ ես նիհար դերասանուհի եմ թատրոնում, Բուջուր թատրոնում ինչ-որ տենց դերեր եմ խաղում գլխավոր տխուր վիճակներում, էլի, ուղղակի մեծ կերպարին չի զազում դա։ Շատերի մոտ կա ձևավորված կարծիք, որ բլոգերներին պետք չի ընդհանրապես ինֆորմացված լինել, կարդալ հատկապես, հա, որ ինչ, երկու վիդեո կանեն, մեկը իրենք հայտնի են, էլի կշարունակեն հայտնի լինել, էլի գումար կաշխատեն, դու առհասարակ կարդում ես։ Ճիշտն ասած, ես դες դպրոցում եմ սովորել, ես Պուշկինի դպրոցում եմ սովորել, որ մեր ամառային արձակուրդների տնայինները ռուսական կլասիկաներ կարդալն է։ Ես այնքան եմ կարդացել կլասիկա, որ ես հիմա կոնկրետ չեմ կարդում, բայց հա ես սիրում եմ կարդալ։ Նայեք, ես հիմա շեղվող եմ շուտ ու ինձ դժվար է հիմա կենտրոնանալ կարդալու վրա։ Ես սիրում եմ ավելի շատ ֆիլմեր դիտեմ, որտեղ ֆիլմով դիտում ես հեռախոսի մեջ կարաս մտնես այդ բան, ոնց որ երկու ձև ուշադրությունը շեղվի։ Բայց ես այնքան շատ եմ կարդացել, որ այս բանը որ ասում, այ հա հենց հիմա կբռնեմ իհարկե գիրքը կարդամ, չէ, բայց իմ ժամանակում այնքան շատ եմ կարդացել, որ հերիքա հələ որ ֆիլմերով լրացնում եմ գրքի բացը, այս բարակայում։ Ու մեկը մի բան ասեմ, այդ ինֆորմացված լինելը շատ կարևոր է բլոգերի համար։ Ես օրինակ հետևում եմ օրինակ Էվիկը իմ համար
շատ այն բլոգերներից է, որ այնքան ինֆորմացված է, որ ինքը այնքան ճիշտ ձևով կարա նուրբ թեմաներ քննարկի, որ կարաս հեյթ ունենաս, օրինակ այնպես թեմա քննարկի, որը կարող է հեյթ բերի, բայց ինքը այնքան գրագետ ձևով այդ ներկայացնում, որ այլակարծիք ինչ որ միտք է արտահայտում, բայց իրան հեյթ չեն անում, այդ շատ գրագետ, խելացի կարդացած մարդու գործ է կարելի ասել, դրա համար չեմ համաձայն չեմ այդ մտքի հետ, որ ինֆորմացված պետքա չլինեն։ Ամենայն դեպս այս ոլորտում էլ հաջողում ես, եթե դու գրագետ ես։ Միանշանակ, հա։ Ու գրագիտությունը օրինակ ես շատ սխալ եմ գրում հայերեն, դա իմ ամենամեծ թերություններից մեկն է, բայց դա իմ ցրվածությունից է գալի ու արագ տպելուց ես դրա վրա եմ ուզում աշխատեմ, որտեղ իմ դուրը դա էլ չի գալի։ Իհարկե, ամեն դեպքում յուրաքանչյուր ասպարեզում որտեղ ուզում ես աշխատի, կարևոր է գրագետ լինելը, թե չէ չես կարողանա աշխատես ինձ թվում է, չէ՞։ Ես կարծում եմ այո։ Ցանկալի է։ Ես միշտ հիշում եմ, որ մամաս ասում էր, որ բանը որտեղ ուզում ես աշխատի, անպայման պետքա լեզուն իմանաս կակ մինիմում 3 հատ ու պարտադիր գոնե ինչ որ sense տարական գիտելիքներ ունենաս, որ կարողանաս կոմունիկացվես ու յուրաքանչյուր տեղ այդ կարևոր ըստ ինձ։ Կա Նինայի մի կողմ, մի քո ասած alter ego թեկուզ, որ չի տեսել հանրությունը, դու իրեն թաքցնում ես, թե ամեն դեպքում դու փորձում ես շատ անկեղծ ու շատ բաց լինել ու քո բոլոր դրսևորումները ցույց տալ։ Ճիշտն ասած, սկզբից ես այն շատ տենց անկեղծ էի, ոնց կայի, ավելի շատ ընտանիքից մասն է երևի թաքնված, տենց ասեմ, բայց հիմնականում շատ անկեղծ եմ ես։ Օրինակ ես չեմ ամաչում առավոտները զարթնած չսանրված story անեմ, որովհետև իսկականից ես տենց մարդ եմ, ես ամեն օր չեմ սիրում շատ հարդարվեմ, շպարվեմ, չէ, ես օրալինում ոչ մի չեմ ուզում անեմ, ուզում պրոստը պարկեմ սերիալ նայեմ։ Դրա համար տենց որ այդքան ձգտեմ տենց կատարյալ լինելու, ես է կսպառվեմ։ Իսկ այն ինչ որ չեմ ցույց տալի, դա երևի իմ ընտանիքն է, ընտանիքիս այդ խնդիրները, որը չեմ բարձրացանի։ Ու այն նուրբ փոխհարաբերությունները երևի։ Չէ, չհասկացա։ Այսինքն ձեր փոխհարաբերությունները նմանատիպ բաներ, խնդիրներ, փոխհարաբերություն, այդը որ Չէ, օրինակ ես մայրիկիս ու տատիկիս ցույց եմ տալիս, բայց ես ունեմ ինձ թվում է յուրաքանչյուր մարդ իր ընտանիքում ունի տենց ինչ որ մի հատ բուջուրիկ տրագեդիա կամ բան, որը տենց այս վերջերս բարձրաձայնվել էր բուջուրիկին բլոգում, բայց տենց առհասարակ տենց բան չեմ տալիս էլի դրան ընթացք։ Պահում ես թաքուն անկյուն։ Հա, կարող է ինչ որ մի օր ցույց տամ, տանցելը չգիտեմ։ Այդքանը։ Իսկ Նինան ինչի հանդեպ իմունիտետ չունի։ Չար մարդկանց։ Ես այնքան շուտ եմ լացում։ Ու ես չեմ հասկանում ագրեսիվ մարդկանց, որ կարող է վիրավորեն ուղակի տեղից, չունեմ։ Իսկականից ինձ ասում են, հա դե լավ, հանրային մարդ ես, ուշադրություն մի դարձրու, ես այնքան ծանր եմ տանում։ Ուղղակի վիրավորել ես անգամ չեմ կարող կոնֆլիկտ անեմ, կոնֆլիկտային մարդ չեմ բացարձակ, դաժե կռիվ անելու ժամանակ կարող է ասես դողա ես հատվածս, այդպես չեմ կարողանում իմ էմոցիան արտահայտեմ կռվի ժամանակ, որ ինձ չար վատ մարդիկ վատ բաներ են գրում, չունեմ այդ իմունիտետը, չեմ կարողանում անտեսեմ, խորանում եմ, իմ մեջ եմ սխալման գալի, կարող է ինքնագնահատականից կարող է դա լինի, որ ես իմ մեջ եմ սխալման գալի, չգիտեմ, բայց չունեմ իմունիտետ չար մարդկանց Շատ շնորհակալ եմ քեզ անկեղծ զրույցի համար եւ շատ ուրախ եմ որ այստեղ էիր։ Նմանապես։ Իսկ մենք կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։